92 թվականին, որ ամռանը արդեն լուրջ կորուստներ ունեցանք Լեռնային Ղարաբաղում, լղիմ կոչված այդ միավորի տարածքների 52%-ը կորցրել էինք, որովհետև այդ հարձակումն իրականացրել էր ռուսական 23-րդ դիվիզիան, որը Գյանջայում էր տեղակայված։ Մյուսը ուղղակի ճշտման կարգով ոչ թե ուղղա Բիշկեկում չի ստորագրվել զինադատարի արձանագրություն, Բիշկեկում ուղղակի 3 խորհրդարանների նախագահները, 3 ընդգծում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի խոսնակը կոչով էին հանդես եկել մայիսի 6-ին էր, եթե չեմ սխալվում, եւ դրա արդեն այդ կոչից հետո մայիսի 12-ին արդեն 3 եռակողմ համաձայնագիրը զինադատարի ուժի մեջ մտավ, արդեն 3 կողմերի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի ստորագրումը, ուրեմն սա ուղղակի ոչ թե ասում ճշտելու, այլ ուղղակի պարզաբանելու համար։ Ցավոք չկար նաև հասարակության, քաղաքական, Հայաստանի քաղաքական համակարգի վերաբերմունք այնպիսի կարևորագույն խնդիրների վերաբերյալ, ինչպիսին էր։ Ավելացնեմ 94 թվականի Բուդապեշտի ԵԱՀԿ գագաթաժողովի բանը չկար, որը չափազանց կարևոր, ներողություն։ Հիմա ուրեմն ինչ է չկար, ասեմ, որ ամենայն դեպս շատ հպանցիկ էր։ Հայաստանի քաղաքական համակարգի արձագանքի վերաբերյալ, ընդհանուր պետության առաջարկի վերաբերյալ, որը ընդունվեց թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի կողմից, որը ըստեյության, այդ փաստաթղթով Ղարաբաղն ու Ադրբեջանը դառնում էին մի պետություն, Ղարաբաղը ինչ-որ որոշ իրավունքներով, որը մերժվեց Ադրբեջանի կողմից, ինչպիսին էր արձագանքը Հայաստանի քաղաքական դաշտի կողմից, ըստեյության կոնսենսուս էր, որ սա լավ է, սա է տեղի ունեցել Հայաստանում։ Երբ 98 թվականին նույն Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային եւ կարգավորման գործընթացից, նույնպես Հայաստանի քաղաքական դաշտում կոնսենսուս էր, որ չի կարելի այս մասին խոսալ, ամեն ինչ լավ է, ցավոք սրտի։ Հիմա այս ուղղակի շատ կարճ զեկույցի վերաբերել եւ ընդհանրապես Քիվեստի մասին էր, ինձ թվում է կարելի էր մի քիչ ավելի ընդլայնել, որ դա տարածքների փոխանակման տարբերակ էր։ Ընդ որում Հայաստանն էր տարածքներ զիջում Ադրբեջանին, դա շատ հայտնի է, եւ որը Քոչարյանն էր առաջ մղում այդ տարբերակը, նույնիսկ այդ հարցազրույցի իր պատասխանը ադրբեջանցի լրագրողին դուք տվեցիք, դա էր որոշ փորձագետներ հենց այս ամենը կապում են այն հանգամանքի հետ, որ սա է եղել իրական պատճառը, որ Հայաստանը 99 թվականին Հայաստանում տեղի ունեցավ ազգային ժողովում ահաբեկչություն, այնուամենայնիվ։ Ես հոկտեմբերի 27-ը նկատի ունեմ, 99 թվականին։ Հիմա, երբ պարոն Սաֆարյանը զանգեց ու հրավիրեց, ես գտա իմ հին, ուրեմն մի հատ նոթատետր ունեի, որ գրառումներ էի անում, գտա 92 թվականի ինչ-որ գրառումներ, կապված այն տարածքների հետ, որ այսօր մենք անվանում ենք անվտանգության գոտի կամ ազատագրված։ Գիտեք, դա ոչ միայն անվտանգության գոտի է եղել, ես այդ իմ գրառումը գտա, ինտենսիվ ես էի մասնակցում բանակցություններին, գիտեք, մենք տալու բան չունեինք այն ժամանակ։ Եթե գնում ես բանակցությունների, ցանկացած բանակցություններ, ինչ-որ մի չնչին բան պետք է ունենաս, որ տաս, չկար, այն ինչ-որ կարելի էր զիջելու բան չունեինք այն ժամանակ, բացարձակապես։ Նենց որ սա ոչ միայն անվտանգության գոտի էր, իմիջիայլոց այդ ամենակարճ շփման գիծը, այդ գիծը գծված է եղել 92 թվականին, այդտեղ պատմություններ էլ կան դրա վերաբերյալ։ Սա նաև այո, ենթադրում էր, որ անվտանգության դիմաց պետք է զիջվեր, ինչը Հայաստանի բոլոր նախագահներն ասել են, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ուրեմն այդ անվտանգության գոտու ամեն շրջան, երբ անցնում էր Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հսկողության տակ, այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանը անընդհատ հայտարարում էր, իհարկե սրանք պետք է վերացվեն, դա մի քանի անգամ ա եղել 93 թվականին այդ հայտարարությունները։ Այո, դա անվտանգության գոտի է։ Եվ առաջ անցնելով ասեմ,
ինչ-որ հենց ապրիլի 3-ին եմ ասել պատերազմի ժամանակ, որ հիմա լրիվ փոխվել է, սա լրիվ ուրիշ հակամարտություն է, իր էությամբ, իր տրամաբանությամբ ամեն ինչով, եւ հիմա արդեն խաղաղության համաձայնագիր պետք է ստորագրվի Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ, եւ անվտանգության որևէ այլ կարգավիճակի մասին, քան Լեռնային Ղարաբաղի անկախության, պետականության ճանաչումն է առաջին հերթին Ադրբեջանի մասին չի կարող լինել հիմա։ Սրա մասին ես ապրիլի 3-ից եմ ասել, դրանից հետո բազմից ասել եմ, հիմա էլ համարում եմ, որ այո, չի կարող լինել։ Այն ժամանակ ինչ որ քննարկվում էր, նայեն, դա այն ժամանակ պայմանականորեն թեև երբեք իշխանությունը այդ արտահայտությունը չի արել, բայց դա Կիպրոսի տարբերակն էր քննարկվում։ Այսինքն միջազգային խաղաղապահ ուժեր էին տեղադրվում շփման գծի երկայնքով, իսկ կարգավիճակի հարցը գնում էր դեպի անորոշ ապագա, քանի որ անվտանգությունը կար, մյուս բոլոր հարցերը կարգավորվում էին, դա 94 թվականի մի քանի եւ 95 թվականի մի քանի արդեն նույնիսկ խաղաղության ուրեմն պայմանագրերի նախագծերով էր, որը իհարկե Լեռնային Ղարաբաղը պետք է ստորագրեր, այն ժամանակ դա հարց չէր։ Դա էր այն ժամանակ ըստ էության քննարկվում, ավելացնեմ 95 թվականին մի քանի բան բացեմ, երբ արդեն իմ հրաժարականից առաջ արդեն կոնկրետ քննարկում էինք խաղաղապահների ոչ միայն մանդատը, լիազորությունները, այլ նաև ինչ մասնակցություն պետք է լինի եւ այն ժամանակ արդեն համաձայնությունը ձեռք էր բերվել, որ Ռուսաստանը պետք է լինի 30%-ից ոչ ավել այդ ամբողջ խաղաղապահ առաքելության կազմում։ Սա 95 թիվն էր, որ Ալբերտը շատ ճիշտ ասում, լրիվ ուրիշ իրավիճակ էր, որը այսօրվա այդ լրիվ տարբեր աշխարհներում ենք ապրում։ Հիմա օրեցօր ամեն ինչ փոխվում, մի տարի առաջ էինք մենք լրիվ աշխարհում ապրում։ Հիմա ինչ վերաբերում 800 հեկտարին։ Դեք երկու պահ ասեմ, այն որ ռուս-ադրբեջանական այդ նախաձեռնությունը, այդ պլանը, որ նա տապալվել է, դա փաստ է։ Դե ըստ այդ պլանի պետք է Ադրբեջանը գրավեր առնվազն 2-ից 3 շրջան, պատրաստ էին մոտ 1700-1800 արդպես կոչված փախստականներ, որոնք պետք է բնակավայրերը վերադառնային, ամբողջ աշխարհի մամուլով դա պետք է ցուցադրվեր, եւ դրանից հետո արդեն երկրորդ մետաղը պետք է իրագործվեր, ռուսական զորքերը պետք է գային, այսպես, ինչպես ասում են, մեզ այսպես կոչված փրկելու։ Եվ որ ասում են Լավրովի պլան, ինչի մասին խոսել է Ալիևը վերջերս, ինչի մասին խոսել է Մոհամեդովը վերջերս, ինչ որ ասում են, դա ըստ էության ռուս-ադրբեջանական վաղուց պայմանավորվածություն է, մի բան չեն ասում, ուղղակի մի պահը, որտեղ անպայման ռուսական այսպես կոչված խաղաղապահներ պետք է լինեն, որը մինչև հիմա այդ պլանը կրկնում եմ ուժի մեջ է։ Ներկայիս բանակցային գործընթացի վերաբերյալ։ Շատ բան, ինչպես հայտարարվել է արդեն, պահվում է գաղտնի, բայց ակնհայտ է ամենայն դեպս իմ համար, որ Ռուսաստանը կարող է գնալ իրավիճակի փոփոխության միայն այն դեպքում, եթե ստանա ավելին, քան ունի այս 20-25 տարիների ընթացքում։ Դա միայն ռուսական զորքերի ներկայությունն է։ Կեղծ ասած, ես երկրորդական եմ համարում, որ Ռուսաստանը իր առաջ խնդիր է դրել Ադրբեջանին Եվրազիական տնտեսական միություն մտցնել, կարծում եմ այդպիսի խնդիր չի դրվել Ռուսաստանի կողմից, իր համար կարևորագույնը ապահովի այնտեղ ռուսական այսպես կոչված խաղաղապահների ներկայության եւ սա է Լավրովի պլան կոչվածի առանցքային կետը։ Առայժմ դա ինչ պատճառներով չի հաջողվում։ Բոլորը շատ հստակ գիտենք Ադրբեջանի դիրքորոշումը։ Թե շփման գծում միջոցառումներ, որոշ միջոցառումների վերաբերյալ, մասնավորապես հետաքննության մեխանիզմների, թե Կասպերչիկի, ուրեմն առաքելությունը ընդլայնելու, թե ժամանակակից էլեկտրոնային սարքեր տեղադրելու, ես չգիտեմ Հայաստանի դիրքորոշումը որն է։ Անկեղծ եմ ասում, ես դա հիմա շատ վատ եմ պատկերացնում, ամենայն դեպս ես լրիվ այլ էի տեսնում, դեռ 1-2 ամիս առաջ, որ պարտադիր խնդիրը պետք է դրվի, որպեսզի Ղարաբաղը վերադառնա անպայման բանակցությունների սեղան ապրիլյան դեպքերից հետո առանց դրա բանակցությունները շարունակելը կարծում եմ, որ արդեն վտանգավոր էր, մամուլով շատ եմ խոսել այս մասին։
Այսօրվա գործող ձևաչափը, որ կա, դա Քոչարյանի ստեղծած ձևաչափն է առանց ԼՂՀ-ի մասնակցության, սա պատերազմի ձևաչափ է, կամ տարածքներ հանձնելու։ Ինքը ձևաչափը արդեն ըստ սահմանման այդպիսին է։ Այլ կերպ լինել չի կարող։ Այլ ձևով բանակցությունները տանելը այն դեպքում կրկնում Ադրբեջանը հստակ հայտարարում է, որ իր դիրքորոշվի համար Ղարաբաղի հարց չկա, կա տարածքների վերադարձի հարց։ Ուրեմն, մենք կարծում եմ, որ ցավոք ապրիլյան պատերազմից լուրջ հետևություններ չարեցինք։ Չեմ ուզում հիմա մանրամասն դա վերլուծել։ Ինչ է նշանակում 800 հեկտարում կարևոր բան չկար, իհարկե կար։ Նորից եմ ասում, այդ գիծը, քարտեզը, ոչ միայն քաղաքական քարտեզի վրա էր գծված ժամանակին, այլ նույնիսկ զինվորականներն էին դա գծել բարձրունքից բարձրունք, դիրքից դիրք։ Իհարկե զիջել են, կորուստներ են ունեցել, բայց մյուս կողմից ես չեմ ուզում դա չափազանց, այսպես ասած, դրամատիկ երևույթ դարձնել, պատերազմ ա եղել, կորուստներ էլ կլինեն։ Բայց արդյոք մենք ճիշտ դասերը քաղել ենք, կարծում եմ, որ ոչ։ Ոչ ռազմական առումով, ոչ քաղաքական առումով, ես մի անգամ ասել եմ մամուլով, մենք պատրաստվել էինք նախորդ 90-ականների պատերազմին։ Իսկ հիմա էլ պատրաստվում ենք ապրիլյան պատերազմին։ Չի լինելու դա։ Եվ քանի դեռ մենք համարում ենք բոլորս, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ներողություն երաշխավորը միայն բանակն է, մենք այս վիճակում ենք լինելու։ Ոչ, բանակի դերը կարևոր է, բայց ոչ մի երկրի համար անվտանգության ապահովումը միայն զինված ուժերով չի լինում։ Առաջին հերթին մենք պետք է հասկանանք, որ դա մեր արտաքին քաղաքականությունն է կամ մեր աշխարհաքաղաքական կողմնորոշումը, որ մենք ունենք այսօր։ Եվ ապրիլյան պատերազմը դա սեպտեմբերի 3-ի ուղղակի հետևանքն է։ Որտեվ այսօր Հայաստանը Ռուսաստանի համար ունի միայն մի դեր։ Ճնշել Ադրբեջանին իր նպատակներին հասնելու համար, այսինքն տարածաշրջանում կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում ռուս զինվորականների ուրեմն տեղակայումն է։ Մենք ինչ ենք անընդհատ հիմա տեսնում վերջերս։ Ռուսաստանի կողմից անընդհատ, ել չեմ ասում փորձագիտական մակարդակով, տարբեր քաղաքական գործիչների մակարդակով, ոչ, պետական իշխանության մակարդակով անընդհատ փորձում են խոցել մեր արժանապատվությունը, որպես ժողովուրդ, որպես ազգ եւ որպես պետություն։ Կապված Նժդեհի հետ, կապված շատ ու շատ հարցերի հետ, չեմ ուզում հիմա թվարկել։ Հիմա մի տեղեկություն տամ ձեզ, եթե չգիտեք, վերջերս, եթե չեմ սխալվում հունիսի 24-ին, նախ մի հատ հարց տամ ձեզ, հնարավոր համարում եք, որ Մոսկվայում ժուրնալիստների տանը լինի ինչ-որ գրքի շնորհահանդես եւ այդ միջոցառումը առնվազն արտոնված չլինի իշխանությունների կողմից։ Կարող է տենց բան լինի այսօրվա Ռուսաստանում։ Իսկ թվում է չի կարող, չէ՞։ Ուրեմն, ինչպես ժուրնալիստների տանը, չէ, անհնար է, եթե դրանից հետո չի փակվել եւ կալանավորումներ չեն եղել, ուրեմն դա արտոնված է։ Ուրեմն հունիսի 24-ի Մոսկվայում ժուրնալիստների տանը եղել է գրքի շնորհանդես եւ այնուհետեւ քննարկում, գիրքը այսպես է կոչվում. 20-րդ դարի հայկական տրանսազգային ահաբեկչության պատմությունը։ Եթե ճիշտ թարգմանեցի ռուսերենից, հեղինակը Ոմեն Ալեկ Կուզնիցով։ Սա ուղղակի տեղեկություն եմ տալիս ձեզ, որ սա տեղի ունեցել, գրքի կազմել համացանցում կարող եք գտնել, ինչպես։ Չէ, դա կարևոր չի, ինչ գումարներով է դա արվել, ինչով է արվել, սա ասում եմ որպես փաստ։ Սա ասում եմ որպես ուղղակի փաստ։ Հիմա մենք պետք է հասկանանք շատ բարձ բան։ Ես ուղղակիորեն պնդում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանը որևէ ընդհանուր շահ չունեն իրար հետ։ Որևէ ոչ ռազմական, ոչ անվտանգության բնագավառում, ոչ տնտեսական, ոչ արտաքին քաղաքական, ոչ առևտրով նույնիսկ ընդհանուր շահեր մենք չունենք Ռուսաստանի հետ։ Եկա պարզ հասկանանք սա։ Ուրախ կլինեմ, եթե ինչ-որ մեկը նշի դա, որն է այդ ընդհանուր շահը։ Չկան։ Մեր շահերը լրիվ հակասում են
Ռուսաստանի շահերին, այսօրվա Ռուսաստանի քաղաքականությունը նկատի ունեմ։ Եվ սրանից մենք պետք է անենք հետևություն։ Եվ Ազատն ասում է, բոլոր հռոմները, բաները, չգիտեմ, դիզբոնները, բոլորը մեր դեմ են, ինչի։ Եկեք հասկանանք, ինչ ա եղել, որ մեր դեմ են։ Որտեղ մենք հայտնվել ենք մի շրջապատում, որոնք այդ շրջապատի բոլոր սուբյեկտները ռազմավարական գործընկերն են այն պետության, որ ամեն օր հայտարարում է, որ Հայաստանը պետք է ոչնչացվի։ Ուրեմն քանի դեռ մենք այդտեղ ենք, պահպանվելու այս պատերազմի ձևաչափը, անընդհատ մեզ պարտադրվելու է ամեն ինչ, եւ մենք չենք ունենալու այն պոտենցիալ գործընկերներին, չեմ ասում դաշնակիցներին, որոնց կարող ենք գտնել։ Այստեղ է հարցի լուծումը։ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին, 20 թվականին նույնն է եղել, Ռուսաստանը չի փոխվել, եւ նույնիսկ բոլշևիկյան իշխանությունը չի, դա Ռուսաստանի շահերն են եղել, ինքը Պուտինն է մի անգամ ասել, դա նույն ռուսական կայսրությունն էր։ Հասկանանք, որ այս վիճակում, այս քաղաքը մեր շահերը լրիվ հակառակն են, եւ մենք ինքներս մեր ձեռքերը կապել ենք ամբողջությամբ։ Ընդամենը 200 միլիոնի քոսոտ զենքերի մի պայմանագիր ցանկը կարող եք նայել, բայց դա էլ չի տրվում մեզ։ Հարցը այդ զենքերը չեն։ Հարցը այն է, որ Ռուսաստանը ամբողջապես հիմա սատարում է Ադրբեջանին։ Եվ հիմա Թուրքիայի հետ հարաբերությունները շատ արագ են վերականգնվելու, շատ արագ։ Եվ սա ինձ հիշեցնում է Լենին Աթաթուրք դաշինքը։ Այն առանցքը Մոսկվա, Բաքու, Անկարա, որ խախտվել է ժամանակավորապես, անմիջապես վերականգնվում է հիմա։ Ուրեմն մենք հասկանանք, որ դա մեզնից է կախված, եւ սա մշակութային խնդիր է, ասեմ լուծումը որն է։ Լուծումը մի արժեք է։ Օր առաջ պետք է դուրս գալ այդ կառույցներից, պաշտոնապես, սկսել այդ գործընթացը եւ նկատի ունեմ թե Եվրազիական միությունը, թե ՀԱՊԿ, այնտեղ մենք անելիք չունենք։ Ստրատեգիական համաձայնագիր կնքել ներողություն շարունակեմ։ Չէ, ուրիշ բան, որ քանի դեռ մենք ունենք վասալային իշխանություն, դա չի արվել, ես ասում եմ քայլերը, մյուսն եմ շարունակում։ Մենք հանդերձ ստրատեգիական համագործակցություն Վրաստանի հետ։ Աշխարհաքաղաքական այն զարգացման ուղին, որը ընտրել է Վրաստանը, դա է այն միակ ուղին, որտեղ Հայաստանի Հանրապետությունը կարող է պահպանել իր պետականությունն ու ինքնիշխանությունը։ Ալբերտ ջան, ես մի բան հիշեցի, քեզ էլ բան արեցի։ Ուրեմն Ղարաբաղ կոմիտեում ճելոց պարզ ասեմ, որ շատ սերտ համագործակցել ենք այդ Ղարաբաղ կոմիտեի կազմում, հենց Ալբերտի հետ։ Օրինակ 89 թվականին Ալբերտի հետ մենք խիստ դեմ էինք, որ Ռուսաստանից ինչ-որ մարդիկ ազգանուններ չտամ, Խորհրդային միության գերագույն խորհուրդ առաջադրվեն Հայաստանից։ Ցավոք սրտի, այն ժամանակ մենք փոքրամասնություն մնացինք։ Մենք դեմ էինք, որ 90 թվականին Ռուսաստանից ինչ-որ մարդիկ առաջադրվեն Հայաստանի գերագույն խորհրդում, եկեք ազգանուններ չտամ, հա։ Ցավոք դե ասում ազգանուն չտամ, որ դու արդեն բացում ես փակագծերը։ Այն ժամանակ այդպես ստացվեց։ Մենք փոքրամասնություն մնացինք։ Մենք այն ժամանակ էլ էինք Ալբերտի հետ շատ ենք քննարկել։ Նույնիսկ հիշում եմ, որ սրճարաններում ենք քննարկել, որ դա դեռ չունեցած ինքնիշխանության կորուստ է արդեն դա։ 89-ին դեռ մենք խորհրդային միության մեջ ենք, խորհրդային միությունն էլ դեռ ուժեղ էր։ Հիմա լրիվ հակառակն է տեղի ունենում։ Եկեք հասկանանք, որ սա մշակութային խնդիր է մեր համար։ Հիմի փառք Աստծո, մեր հասարակության աչքերը սկսում են կամաց-կամաց բացվել։ Հասկանում եմ, որ Ռուսաստանն առնվազն ոչ բարեկամ պետություն է մեր համար։ Ասում 20 թվի վիճակում ենք մենք գտնվում։ Տեսեք, Սանկտ Պետերբուրգի հանդիպումից մի շաբաթ առաջ ռուսական պաշտոնական մամուլը հայտարարում է, որ Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին երկրորդ խմբականակը Սոնցեպեկերի մատակարարել եւ երկրորդ խմբականակը 18 միավոր է, որից 6-ը արդեն Ադրբեջանում էին։ Սա այս հանդիպումից 4 թե 5 օր առաջ էլ էլի պաշտոնապես հայտարարվեց, որ ավարտվել է Ադրբեջանի T-90 տանկերի այդ ողջ խմբականակի, ուրեմն առաքումն արդեն ավարտվել է։ Եվ մենք այս ամեն ինչը հանդուրժում ենք։ Այսօր կան ինչ-որ շատ չէ երևի մի քանի տասնյակ
չգիտեմ ինչ անվանեմ, անձնավորություններ, որ էլի բացատրում են մեր հանրությանը, որ դա մեր շահերից է բխում։ Հասկանում եք, մենք այս մառած վիճակի մեջ ենք հասել։ Այսօր մենք հասել ենք մառած վիճակի մեջ։ Եթե ներողություն, այսպիսի գրքի շնորհանդես լիներ ցանկացած այլ երկրում, հիմա այդ երկրի դեսպանության առաջ Հայաստանում, Երևանում չգիտեմ ինչեր էր տեղի ունենում։ Սա հասկանանք, սա քաղաքականություն է մեր նկատմամբ։ Ինչ ենք անելու վերջում ինչ հանրակրվե ենք անելու միանանք Ռուսաստանին, այդ ճանապարհով ենք գնում։ Կրկնում եմ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի մասնակցում բանակցային եւ կարգավորման գործընթացին, մեր համար սա փակուղային է։ Արդյոք Հայաստանի իշխանությունները նման խնդիր որպես առաջնահերթ խնդիր դրել են իրենց առաջ։ Հայտարվել է մի երկու անգամ, բայց ես համապատասխան քայլեր չեմ տեսնում։ Արդյոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը պատրաստ է դրան, նույնպես հայտարարվել է։ Բայց կներեք, Եղամ ջան, կներես այդ քայլերը չեմ տեսնում անհրաժեշտ, որոնք պետք է լինեին։ Ուրեմն պետք է հասկանալ, որ այս ձևաչափը սա պատերազմի ձևաչափ է։ Պատերազմի ձևաչափ է, որը աշխարհաքաղաքական այս բավական անկանխատեսելի իրավիճակում կարող է ամենայն դեպս լավ դրական մեր համար սցենար այսօր ես չեմ տեսնում։ Կարող է լինել բացասական եւ խիստ բացասական։ Նորից եմ կրկնում, հետևություններ չեն կարել։ Իշխանությունների վրա չկա այն ճնշումը, որը նրանց կստիպեր ենթարկվել օրվա պահանջներին։